Պարոն Գևորգյան, դուք ինչու համար եք եկել Մարիաթոր Սուրբ Էջմիածին, ինչ պահանջ ունեք եւ առհասարակ ձեր գնահատականը ո՞րն է այս հակաեկեղեցական գործընթացներին։ Գիտեք, եկեղեցին հայկական ու համաշխարհային առաջին կառույցներից մեկն է, որը մնացել է մինչև հիմա։ Ու որպես հայապահպան սյունն է, որը որ քանդելուց հետո Հայաստանը կարող գործենք։ Դա է պատճառը, որ եկել ենք ու աջակցում ենք այդ եկեղեցուն։ Ըստ էս Փաշինյանին ինչ-որ բան հաջողվում է անել, թե այն, որ ընդամենը 10 եպիսկոպոս են նրան միացել, այն, որ այսօր այստեղ տեսանք այսքան շատ հավաքված մարդկանց, դա նշանակում է, որ նա տապալել է այս հակաեկեղեցական արշավը։ Ես հույս ունեմ, որ չի հաջողվի, որովհետև եթե հաջողվի, դա կնշանակի Հայաստանի վերջը։ Ինչը որ ուզում են Փաշազադեն, Փաշինյանը, Ալիևը եւ մնացած թքամորները։ Դա է, պայքարի իմաստը դա է, որպես այն ինստիտուտը, եկեղեցին այն ինստիտուտն է, որը որ ամենակարևոր սյուներից է հայապահպանության, իսկ մենք տեսնում ենք, որ Փաշինյանը պայքարում է բոլոր այդ ինստիտուտների դեմ, թե պատմության դեմ, թե լեզվի դեմ, թե մեր պատմական հիշողության դեմ, թե եկեղեցու։ Եկեղեցու աջակցությունը դրանով է շահարկով իմ կողմից, դրանով է հիմնական պայմանավորված։ Շնորհակալ եմ։